Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվել է Ամերիաբանկի ներառումը FTSE 100 ինդեքսում որպես Lion Finance Group խմբի մաս։ Այն Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված բանկային խումբ է, որը միավորում է տարածաշրջանի առաջատար հաճախորդակենտրոն եւ թվային հնարավորություններով հագեցած ունիվերսալ բանկերը, գործունեություն ծավալելով Վրաստանում գործող Bank of Georgia-ի եւ Հայաստանում գործող Ամերիաբանկի միջոցով։ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված լինելը բարձրացնում է ընկերության հեղինակությունը, բրենդի ճանաչելիությունը եւ այս ամենն ամրապնդվում է FTSE 100 ցանկում ներառվելու հաջողությամբ։ Ամերիաբանկն առաջին հայկական ընկերությունն է, որը հայտնվել է Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված 100 խոշորագույն ընկերությունների ցանկում։ Բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի խոսքով սա ենթադրում է մեծ պատասխանատվություն, ավելանում են հաշվետվողականության եւ թափանցիկության պահանջները եւ անհրաժեշտ է համապատասխանել ոչ միայն Հայաստանի, այլև Լոնդոնի ֆոնդային բորսայի կողմից սահմանված չափանիշներին։ FTSE 100 խոշորագույն ընկերությունների շարքում հայտնվելը դա մեծ պատիվ է մեզ համար, դա իհարկե ավելացնում է վստահությունը հենց ֆինանսական կառույցի նկատմամբ, այսինքն Ամերիաբանկի նկատմամբ, ինչպես նաև ավելի գրավում է ուշադրություն դեպի Հայաստանի Հանրապետություն որպես զարգացող շուկա։ Lion Finance Group-ի խորհրդի նախագահ Մել Քարվելը նշում է, FTSE 100 ինդեքսում ընդգրկվելը կարևոր ձեռքբերում է ոչ միայն ընկերության, այլև Հայաստանի համար։ Նրա խոսքով միջազգային ներդրողները այդ կերպ ավելի շատ են տեղեկանում Հայաստանի մասին, հետևում երկրի տնտեսական հաջողություններին։ Այս ցանկի առաջատար ընկերություններով հետաքրքրված են ավելի մեծ թվով ներդրողներ։ Դա նշանակում է, որ մենք կարող ենք ստանալ շատ ավելի լայն հասանելիություն կապիտալի շուկաներին, միևնույն ժամանակ ճանաչելի դարձնելով մեզ ավելի շատ մարդկանց։ Նկատենք, որ արարողությանը մասնակցել են Lion Finance Group-ի, Ամերիաբանկի, Bank of Georgia-ի ղեկավար կազմը, ինչպես նաև Վրաստանի եւ Հայաստանի կառավարությունների անդամներ։ Ես կարծում եմ, որ Հայաստանը իրոք հիմա այնպիսի իրավիճակում է բոլոր առումներով, որ մենք պետք է ունենանք շատ բարձր նշաձող եւ ես շատ ուրախ եմ, որ այսօր մենք ականատեսենք այդ նշաձողի սահմանմանը, ինչի համար շատ ուրախ ենք։ Եթե մեզ թվում է, որ մեր մասին գիտեն, ապա դա այդպես չէ, որովհետեւ մեր մասին երկար ժամանակ շատերը չգիտեին։ Եվ հիմա մենք սկսում ենք հայտնել մեր մասին, խոսել մեր ցուցանիշների մասին, խոսել մեր հաջողությունների մասին եւ պարզվում է, որ աշխարհի ներդրողները փնտրում են մեր նման երկրներ եւ Հայաստանը դառնում է շատ հետաքրքիր տեղ ներդրում անելու համար։ Եվ ես շատ ուրախ եմ, որ նաեւ սա շատ լավ առիթ է Հայաստանի անունը հնչեցնելու, թեև արդեն իսկ ամեն տեղ խոսում են Հայաստանի մասին եւ նաեւ պրակտիկորեն ցույց տալու, թե ինչպիսի հաջողություններ ենք մենք ունենում։ Lion Finance Group-ը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված էր դեռևս 2006 թվականից, իսկ Ամերիաբանկի խմբի միանալուց շուրջ 2 տարի անց այն արդեն ընդգրկվել է FTSE 100 ինդեքսում։ Սա վկայում է Ամերիաբանկի խմբում ընդգրկվելու ռազմավարական կարևորության եւ խմբի ընդհանուր զարգացման համար բանկի նշանակալի դերի մասին։ Սա հրաշալի փորձ է, երբ որ վրացական եւ հայկական բիզնեսները համատեղ ձևավորում են օրակարգ եւ օրակարգը էապես ավելի ամբիցիոզ է, քան իրենք առանձին կարող են իրականացնել, այսինքն ներգրավելով FTSE 100 ինդեքսի մեջ, դա ոչ միայն որակի, այլ նաեւ որոշակի ֆինանսական ցուցանիշների մասին է վկայում։ Ու ես կարծում եմ, որ մենք պիտի բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի նման հաջողության պատմություններ ավելի շատ ունենանք, որպեսզի միջազգային ինվեստորների կողմից Հայաստանը եւ Վրաստանը դիտարկվեն այնպիսի երկրներ, որտեղ ներդրում իրականացնելը շահավետ է եւ անվտանգ։ Մենք պիտի ձգտենք, որ մեր առնվազն խոշորագույն ընկերությունները հայտնվեն այն վիճակում, ինչ որ մենք այսօր տեսանք Lion Finance Group-ի հետ։ Ու այդտեղ հսկայական ճանապարհ ունենք անցնելու, որովհետեւ ես կարծում եմ, որ այդտեղ անհրաժեշտություն կլինի ոչ միայն օրենսդրական փոփոխությունների կամ իրավական փոփոխությունների, այլ նաեւ նախ եւ առաջ մտածողության եւ մշակույթի փոփոխության։ Այսինքն ընկերությունները իրենք պետք է հասկանան, որ իրենց զարգացման ճանապարհը բարդագույն ստանդարտների ներդրման միջոցով աշխարհի լավագույնների հետ մրցելն է։ Այցի շրջանակում Ամերիաբանկի ու Bank of Georgia-ի ներկայացուցիչները հյուրընկալվել են Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, հանդիպել արտակարգ եւ լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանի հետ։